Armavia, չվերթ 967, սա մեր ազգի պատմության մեջ ամենախոշոր ավիավթարն է երբևէ տեղի ունեցած, որն իր հետ տարավ 113 մարդկային կյանքեր։ Այն նաև զոհերի քանակով ընդհանուր առմամբ 5-րդն է Airbus-ի այս կոնկրետ մոդելի մասնակցությամբ։ Ինչ եղավ այդ ճակատագրական գիշերը, ինչն էր այս սարսափելի աղետի պատճառը և ինչ կատարվեց վերջին րոպեներին։ Եվ այսպես 2006 թվական մայիսի 3 Երևան։ Զվարթնոցի միջազգային օդանավակայանից Armavia ավիաընկերության 967 չվերթը պատրաստվում է շատ կարճ թռիչքի դեպի Սոչի։ Օդանավը Airbus A320, սա աշխարհի երկրորդ ամենատարածված ուղևորատար ինքնաթիռն է Boeing 737-ից հետո։ Այս մոդելը համարվում է աշխարհի ամենաանվտանգ ուղևորատար ինքնաթիռներից մեկը։ Վիճակագրական տվյալների համաձայն այս օդանավի մասնակցությամբ շատ քիչ ավիավթարներ են գրանցվել։ Դրա շնորհիվ այն վաստակել է շատ բարձր վստահություն թե ավիաընկերությունների և թե ուղևորների շրջանում։ Այդ օրը օդանավի հրամանատարն է բավական փորձառու 40-ամյա կապիտան Գրիգոր Գրիգորյանը, ով ունի ավելի քան 5000 թռիչքային ժամ փորձ։ Նրան օգնում է երկրորդ օդաչու երիտասարդ 29-ամյա Արման Դավթյանը, ով ունի 2000 թռիչքային ժամ փորձ։ Նա Armavia-ում աշխատում է արդեն 4 տարի։ Օդանավը պատրաստ է թռիչքի, ներսում 113 հոգի, 105 ուղևոր և 8 անձնակազմի անդամներ, ներառյալ օդաչուները։ Ուղևորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Երևանի ժամանակով ժամը 01:47 կապիտան Գրիգորյանը շարժիչները միացնում է թռիչքային ռեժիմի և 50,000 ձիաուժը օդ է բարձրացնում 70 տոննայանոց մեքենան Զվարթնոցի օդանավակայանից։ Ամեն ինչ նորմալ է, ներսում հանգստություն, սովորական հերթական թռիչք, բորտուղեկցորդուհին սպասարկում է, ուղևորները միմյանց հետ զրուցում, բայց ոչ ոքի մտքով անգամ չի էլ կարող անցնել, որ այս սովորական թվացող թռիչքը վերածվելու է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր և ողբերգական ավիավթարին։ Մոտ 30 րոպե անց, երբ օդանավը հասնում է Վրաստանի օդային տարածք, անձնակազմը կապ է հաստատում Սոչի ավիադիսպետչերի հետ եղանակի վերաբերյալ։ Այնտեղից նրանց հայտնում են, որ եղանակը այնքան էլ բարենպաստ չէ վայրեջքի համար։ Կապիտան Գրիգորյանը որոշում է սպասել օդում, կատարելով շրջապտույտներ, հույս ունենալով եղանակի բարելավման։ Բայց 15 րոպե անց ավիադիսպետչերը նրանց հայտնում է, որ եղանակը էլ ավելի է վատթարացել և այն կարող է վտանգ ստեղծել վայրեջքի պահին։ Այդ պահին տարածքին մոտ 2 օդանավակայան կա՝ Թբիլիսինը և Զվարթնոցինը։ Այս դեպքում կապիտան Գրիգորյանը որոշում է շրջադարձ կատարել և վերադառնալ Զվարթնոց։ Մի քանի րոպե անց ռուս ավիադիսպետչերը կրկին կապ է հաստատում անձնակազմի հետ և հայտնում, որ եղանակը փոքր-ինչ բարելավել է։ Կապիտան Գրիգորյանը նորից շրջադարձ է կատարում և որոշում գնալ Սոչի։ Բայց եղանակը գնալով ավելի է վատթարանում։ Երբ օդանավը մոտենում է օդանավակայանին և պատրաստվում վայրեջքի, տեսանելիությունը լինում է մոտ 3500 մետր։ Դա թույլատրելի է վայրեջքի համար։ Բայց հանկարծ վերջին պահին, երբ օդանավի բարձրությունը ընդամենը մի քանի հարյուր մետր է, ռուս ավիադիսպետչերը հայտնում է, որ եղանակը բարենպաստ չէ վայրեջքի համար և հրահանգ տալիս գնալ ևս մեկ պտույտ կատարել, մինչ եղանակը կբարելավվի։ Արման Դավթյանը և Գրիգոր Գրիգորյանը փորձառու օդաչուներ են, նրանք վայրեջքներ են կատարել սրանից էլ ավելի վատ եղանակային պայմաններում և այս ամենը չպետք է որևէ լուրջ խնդիրներ առաջացնի։ Բայց երբ օդանավը գնում է երկրորդ շրջանը կատարելուն, թերևս անհասկանալի պատճառով ինչ-որ բան այնպես չի ստացվում։ Օդանավը կտրուկ ձախ է թեքվում, հետո աջ և ամբողջությամբ դուրս գալիս կառավարումից։ Օդաչուներն անում են ամեն ինչ վերականգնելու կառավարումը, բայց անարդյունք, մեքենան ամբողջությամբ անկառավարելի է։ Վայրկյաններ անց օդանավը սուր անկյան տակ մոտ 450 կմ/ժ արագությամբ բախվում է ջրին։
Վարկյաններ անց ավիադիսպեչերը իր էկրանին տեսնում է մի սարսափելի պատկեր, որը ամենաքիչը կուզեր տեսնել։ Օդանավը անհետացել է ռադարի էկրանից։ Նա հուսահատ փորձեր է կատարում կապ հաստատել անձնակազմի հետ, բայց պատասխանին, որին նա սպասում է, այլևս երբեք չի ստանա։ Վարկյանների ընթացքում հսկայական օդանավը անցնում է Սև ծովի խորքը, տանելով իր հետ 113 մարդկային կյանքեր։ Երբեմն եղել են դեպքեր, երբ օդանավը ջուրն է ընկել, փրկվել են շատերը, բայց ցավոք սրտի սա այդ դեպքերից չէր։ Բախման պահին եղել է ուղղակի հսկայական ծանրաբեռնվածություն, ավելի քան 35G ծանրություն։ Դա նշանակում է, որ հարվածի պահին ներսում եղած յուրաքանչյուրը կշռվել է 35 անգամ ավել իր քաշից։ Ոչ մի մարդկային օրգանիզմ չի կարող դիմակայել նման ծանրության։ Մի քանի օր անց հայտնաբերվում են օդանավի սևարխերը, որոնք գտնվում են մոտ 500 մետր խորության տակ։ Ստորջրյա բաթիսկաֆով այն բարձրացնում են։ Այն վնասված չի լինում և սկսվում է հետաքննություն։ Հետաքննության ընթացքում պարզվեց, որ վատ եղանակային պայմաններում մի քանի վայրկյանով օդաչուները շփոթել են երկինքը և ծովի մակերևույթը, ընկնելով այսպես կոչված տարածական ապակողմնորոշման մեջ։ Մինչ նրանք հասկացել են իրավիճակը և փորձել են ուղղել օդանավը, արդեն շատ ուշ է եղել։ Այսպիսով պաշտոնական եզրակացությամբ վթարի պատճառը ճանաչվեց օդաչուի սխալ։ Սակայն պաշտոնական վարկածը, թե ողբերգության պատճառը միայն օդաչուի սխալ էր, չի ընդունվել միանշանակ կերպով, թե զոհվածների հարազատների, թե բազմաթիվ ավիացիոն մասնագետների, թե վերլուծաբանների ու թե հասարակության որոշ մասի կողմից։ Շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնք մինչ օրս այդպես էլ մնում են անհայտ։ Քանի որ օդանավում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ որոշ տեղեկությունների, թռիչքի ընթացքում ենթադրաբար տեղի է ունեցել վեճ կամ անգամ ֆիզիկական բախում ուղևորների միջև, ընդհուպ մինչև կրակոցներ։ Շրջանառվում է նաև վարկած, թե եղել են ականատեսներ, ովքեր պնդում են, որ տեսել են, թե ինչպես է օդանավը պայթում և այրվում նախքան Սև ծովն ընկնելը։ Չնայած այս վարկածը երբեք պաշտոնապես չի հաստատվել, այն նույնպես դարձել էր քննարկման թեմա։ Մեկ այլ վարկածն այն է, որ թռիչքի ընթացքում հնարավոր է առաջացած լիներ տեխնիկական անսարքություն, որը հանգեցրել է անձնակազմի որոշումների շղթայի խախտմանը։ Սակայն այն պաշտոնապես նույնպես չի հաստատվել, քանի որ պաշտոնական զեկույցներում նշված է, որ ինքնաթիռը եղել է տեխնիկապես սարքին վիճակում։ Սրանք վարկածներ են, ինչը շատերին ստիպում է կասկածի տակ առնել վթարի պաշտոնապես հայտարարված պատճառին։ Մինչ օրս ծովի խորքից չի հանվել օդանավը, ինչպես նաև այն ուղևորների մարմինները, որոնք եղել են ամրակապված, այդ թվում նաև օդաչուի։ Աղետից մոտ 20 տարի է անցել, բայց մինչ օրս այն հիշվում է խորը ցավով։ Մնացին բազմաթիվ վարկածներ և հարցեր, որոնք մինչ օրս այդպես էլ չստացան իրենց լիարժեք պատասխանները։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում այդ ճակատագրական գիշերը, այս հարցը միգուցե ապագայում ունենա իր լիարժեք պատասխանը։ Փաստը մնում է փաստ, որ 113 տարբեր մարդկանց ճակատագրեր հանգչեցին նույն պահին, նույն տեղում և նույն կերպով։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։